Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ողջույն Լևոն, Բարև ձեզ։ ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Չէի սպասում ընդհանրապես։ Միանգամից հասկացանք։ Միշտ միկրոֆոնով 6 ամսից մեկ չեմ սպասում համեցեք։ Մենք որոշել ենք մեր Կիրակի օրը լցնել հումորով, երգի ծանքով, զվարճախոսությամբ եւ շուլուխներով, կարծում եմ դեմ չեք։ Իհարկե, եկեք։ Ինչից ենք սկսում։ Սկսում ենք ձեզնից։ Սկսում ենք ձեզնից։ Գործունեության որ փուլում եք գտնվում այս պահին։ Ակտիվ փուլում Իսկ որ փուլում, ոչ թե ինչպիսի, այլ որ։ Ինչ հարցեր ա տալի Դավիթ ինձ սոանը։ Դուք էլի շարունակելու եք Դավիթի հետ այսօր ձեր զրույցը կատարել։ Դավիթը միշտ ճպտում ա բարի, չի պատասխանում դրա։ Այո։ Ակտիվ փուլում ենք գտնվում, շուտով կնկարահանվենք, հələ որ դաթարի մեջ ենք, բայց ուրիշ գործերով ենք զբաղվում։ Մենք աշխատում ենք ձեր համար, միշտ գրում ենք, ջնջում ենք, հեսա մոնտաժարն ենք։ Դերասան, սցենարիստ եւ շոումեն։ Որ պրոֆիլն է ձեզ ավելի հոգեհարազատ եւ որտեղ եք ձեզ զգում սեփական ափսեում։ Նկարահանման հրապարակում։ Որպես դերասան այսինքն։ Միանշանակ։ Մնացած ամեն ինչը լավ է, իհարկե, իրելի սիրում եմ, մարդկանց հետ շփվում էլ լավ բան է։ Դա համար շոումենը, թամադեն է, ես ճիշտ եմ։ Եթե ինչ դա թամադան է։ Այնպես որ կարող եք զանգարել 098 Ինչ գիտես համարս։ Ես նայել եմ նախորդ հաղորդումը։ 767։ Չէ, բայց դերասանը, իրականում դերասանությունը դա լավագույնն է, որ պատահել է իմ հետ։ Մանավանդ որ ես դերասանական կրթություն չունեմ։ Դա էլ գիտեմ եւ հենց դրա մասին էլ ուզում էինք խոսել։ Լևոն, ընդհանրապես մարդկանց մոտ կա կարծիք, որ այն կերպարին ում տեսնում են կամ բեմում կամ էկրանից այն կողմ, դա հենց իրական մարդն է, մինչդեռ բացարձակ իրարից տարբեր մարդիկ են եւ հատկապես ձեր կերպարները, նմանակումները բացարձակ ձեզ հետ կապ չունեն։ Ցավոք սրտի իհարկե, բայց որոշ դեպքերում բացարձակ լրիվ տարբեր են։ Դուք հիմա նկարահանվում եք, ասացի, կամ պատրաստվում եք նկարահանվել։ Կերպարը ինչպիսին է լինելու, կրկին մեզ հայտնի մարդկանցից մեկն է լինելու։ Չէ, այս անգամ կերպարը ես եմ լինելու։ Հենց դուք եք։ Հա, որտեվ հաղորդաշար է։ Հաղորդաշար է։ Դրա համար կերպարը չկա կերպար, ես եմ լինելու։ Կներեք իհարկե Ժողովուրդ ջան, բայց ես եմ ինձ պետքա դիմանակ այդքան ժամանակ։ Արդեն կարելի է ասել, որ հարուստ փորձ ունեք որպես դերասան հանդես գալու։ Բավական 18 թվականից ես ու իրար հետ ենք սկսել մեր կարիերան 18 թվականից մենք իրար հետ սկսել ենք կարիերան, ինքը գիտի ես ում ասեմ խոսում։ Որոշտի ես Կիրակի օրերը տանը։ Ինչպիսի կերպարներն են ձեզ ավելի հոգեհարազատ կերտելու համար։ Իրականում որը որ սրտովս է, կարելի է տենց ասել։ Կարելի է իհարկե, ինչ ուզեք կարող եք ասել, հաղորդումը ձեր Որը մասին է։ ստացվում է, լավ, սենց ասեմ իրականում։ Դե լավ, ուրեմն որն է ստացվում ըստ ձեզ։ Հա, դե չգիտեմ, այդ ինչ հարցեր ես տալիս։ Բարդ, բայց պատասխանակնկալով։ Ստացվեն, բայց իրականում չի կարանես լինի, որ բոլորը ստացվեն։ Ստացվում են այն կերպարները, որոնք ունեն հումորի զգացողություն, Զգացում։ Ստացվում են այն կերպարները, որոնք ունեն հումորի զգացում։ Երևի ավելի շատ։ Որ ինձ հոգեհարազատ լինեն, էլի։ Դառը կերպար մի անգամ խաղացել, էլի ասում են ստացվել է, բայց ինքն է դոգում ուներ հումորի զգացում, խիեմ անդադ ռուսերեն բառեր օգտագործում։ Ոչինչ, ներելի է։ Ներելի է։ Խոսենք մի փոքր տան մասին, հետո կխոսենք էլի գործունեության մասին։ Երբ է կառուցվել այս տունը ձեզ համար, երբ եք տեղափոխվել այս բնակարան։ Այո։ Ու շենքը ինձ համար կառուցել է։ Տունը, ես նշեցի տունը ոչ թե։ Վերանորոգվել, ոչ թե կառուցվել։ Այո։ Դե մենք տեղափոխվել ենք անցած տարի, իրար հետ ենք եկել, էլի։ Չէ, առաջին անգամ իրար հետ ենք եկել, դավջան։ Այո։ Իրար հետ մտանք այս տուն, արդեն տարի ու կես մոտավորապես տեղ եմ ապրում։ Շենքն էլ տենց մեծ չի տարիքով իմանալով, մոտ 6-7 տարվա շենք է։ Բայց մի տարուկես արդեն տեղափոխվել եմ իմ փոքրիկ բնակարանում, համեստ ապրում եմ ինձ համար։ Ում հետ եք բնակվում եւ քանի մետր քառակուսի է ձեր համեստ բնակարանը փոքրիկ։ Հեկտար, չէ,
Չէ, բնակարանը իրականում տենց համեստ է, կարող է մեծ երևում, բայց ընդամենը 116 քառակուսի մետր է։ Ընդամենը։ Հա, 16-ն էլ բալկոններ են, այնտեղ դժվար է ապրելը, դրա համար մնում է 100 քառակուսի մետր, բնակվում եմ ընտանիքիս անդամների որոշների հետ, որտեղ եղբայրս մեր հետ չի բնակվում։ Ծնողներից հետ եմ, որտեղ ես ամուսնացած չեմ։ Ու սարքել չգիտեմ։ Կարող եք Ու հարթուկ հեռախոսահամարը հիշեցնել։ Չեք հիշեցնում, անցանք առաջ։ Ով է Զանգեն ամուսնանանք։ Այո, իհարկե։ 098 չունեմ այդպես պրակտիկա, զանգեք ամուսնանանք։ Instagram-ում գրած է հեռախոսամաս։ Ով է զբաղվել դիզայնով։ Տան, Այո։ դիզայները, Ում օգնությամբ, ում միջամտությամբ։ հայրիկի, ես իրականում դա իմ վրա չեմ վերցնի երբեք։ Հայրս ունի ճաշակի զգացում, ոնց տեսնում եք, Այո, բավական ակնառու է դա։ Ու միշտ սիրում է լինի process-ի մեջ, դրա համար հայրս եւ դիզայները Արամը, բարև Արամ, իրար հետ գծագրեցին եւ ձևավորեցին բնակարանը, ստացվեց բավական լավ։ Ես գալիս էի, ասում եմ, ես գույնը իմ կարծիքով ավելի լավ է այս գույնը լինի, իրանք ասում են գնա, ես գնում եմ ու լինում էր իրանց ուզած գույնը։ Ես ուղղակի խորհուրդներ էի տալիս։ Սխալ ստացվում է վերջում։ Օրինակ ես ասում եմ, այս պատը լինի ռոզբի, չէ՞ սխալ խորհուրդներ եմ տալիս։ Պատի վրա կան նկարներ Կ Կարենի ստորագրությամբ։ Այո, Ով է Կ Կարենը։ նկարիչ ոնց հասկանում եք։ Այո։ Չէ, իրականում ամոթ ինձ որ ես ազգանունը իրոք չգիտեմ, նու չգիտեմ ազգ չեմ հիշի, բայց նկարները նոր չեն, այս տան հետ չեն, նկարները մոտ 20 տարի է մեր հետ ապրում են, բավական հայտնի նկարիչ են ու բավական գեղեցիկ գործեր են։ Ինձ թվում է դուք էլ դա կփաստեք, որ Այո, աչք է շոյում։ հիանալի գործեր են, այո, անգին գործեր են միջայլոց։ Շատ լավ էր։ Համեստ։ Շատ լավ էր։ Միջանցքում նույնպես կան նկարներ։ Այո։ Ում ստորագրությամբ են։ Եկեք։ Աթոյանի, Կրկին չգիտենք։ Աթոյանի։ Ով Չէ, է։ իմ հիշելով Ռաֆայել Աթոյան երևի։ Ահա։ Նու ամոթայի որպես ռոյով ուրիշ։ Ռուբեն, Ռոբերտ։ Չգիտեմ։ Չէ, կտրեք, բայց Աթոյանի ստորագրությամբ, Աթոյանի ստորագրությամբ, այո, էլի 20 տարի մոտավորապես ապրում են ավելի շատ երևի։ Այս նկարը մեր հետ իմ ամենասիրած նկարն է իրականում։ Ինձ թվում է տան ընդհանուր միջավայրի հետ շատ սազում է։ Ստեղ sense բան ենք նայեք, օ՞։ Շատ հրաշալի է։ Իհարկե։ Ասացիք, որ 1.5 տարի է ինչ բնակվում եք այս շենքում, իսկ մինչ այդ որտեղ եք ապրել։ Նոր-նորքի երկրորդ զանգվածում, մոլդովական փողոցում, շենքը չեմ ասի իհարկե, որտեղ այդ բնակարանը էլի կա։ Չգան էլի ֆանատները, չէ, բայց ապրել եմ երկրորդ մասիվում, այսպես կոչված ժողովրդական լեզվով ու ապրել եմ բավական երկար։ 24 տարի ապրել եմ երկրորդ մասիվում, խելագարվում սիրում եմ երկրորդ մասիվը իրականում շատ։ Լևոն, եթե չեմ սխալվում, դուք ավարտել եք տնտեսագիտական համալսարանը։ Ժող ինստիտուտ։ Ժող ինստիտուտը, ինչպես մարդկանց ավելի հայտնի է։ Այո։ Ինչու տուժեց տնտեսագիտությունը։ Որ ես ընդունվեցի։ Ոչ, որ դուք չեք զբաղվում հիմա տնտեսագիտությամբ։ Չի դուժել, ինձ թվում է։ Շարունակում եք գործունեություն ծավալել այդ ոլորտում, թե ոչ։ Այդքան էլ այդ ոլորտում չէ, բայց չի դուժել, չեմ կարծում որ ես լինեի տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, որտեղ ես երբեք թվեր շատ չեմ սիրել։ Անցած անգամ պատմել եմ ոնց ստացվեց այդ ամեն ինչը։ Բացի տնտեսագիտական համալսարանը շատ հայտնի է իր կավենշիկներով եւ հումորի բնագավառում ներդրումներով։ Դրա համար ինձ թվում է տնտեսագիտական համալսարանը արեց իմ կյանքում այն ինչ որ ինքը պետք է աներ։ Ինձ տվեց այն ինչ որ պետքա տար։ Էլ ինչ ասեմ տնտեսագիտական համալսարանը։ Չէ, շնորհակալ եմ իրականում։ Շնորհակալություն ենք հայտնում տնտեսագիտական համալսարան, իդեմս ռեկտոր Կորյուն Աթոյանի։ Մեր գավենը տենց էր սկսում։ Ինձ կյանքի փորձը տվե ամենակարևորը տնտեսագիտությունը մի կողմ դրած։ Իսկ գիտելիքը իրականում ես մարքեթինգ եմ ավարտել, իսկ մարքեթինգի գիտելիքը պետք է ամբողջ կյանքում մենակ գործի մեջ չէ, որտեղ ինքը մարդկանց հետ շփման հոգեբանությունը, վաճառքի հոգեբանությունը, վաճառկասելով վատ բան չհասկանանք, մենք էլ ենք վաճառում մեր կարողացած ժողովրդին էլ։ Դրա համար ինձ ահագին օգնում է։ Պարտադիր չի դառնայի բանկի աշխատող էլ։ Всё, բացարձակ։ Ոչ, բացարձակ չի վերջացել, շարունակում ենք։ Արձանիկների պատմություն, մոմակալների ավելի կոնկրետ։ Նախ մի տարուկես առաջ մոտավորապես Իմացա, որ սա մոմակալ է։ Ինձ զանգարեց, ով է զանգարը ինձ, Լիլիթն է այն ժամանակ զանգարը։ Այո։ Զանգարեց Լիլիթը, ասաց որ ուզում ենք որ չենք սպասում ով գանք քաղցած նկարեն։ Այդ ժամանակ մենք նոր էինք տեղափոխվել այս հարդարանքը, այսպես ասված, լիովին չկար տանը։ Դա համար որոշեցինք գեղեցկացնենք տունը, որ Դավիթի աչքը շոյենք։ Ոչ միայն աչքը, աչքի վրա մեծ բանն է որ նկարում է։
Ձեր պատվին են գնել այս արձանիկները, այդ չէ ես Շատ շնորհակալություն։ Բայց իրականում ինձ թվում է հրաշալի արձանիկներ են իրանք։ Մոմակալ այն ավելի շատ, բայց երբեք չի օգտագործվել։ Հայկական քոչարի, հիմա կեցը հեծանիվը չէ, տենց են ասում։ Հեծանիվը նորաձև է։ Լավ։ Գլոբուս։ Քանի երկրում եք հասցրել լինել եւ նշում եք արդյոք այն երկրները իհարկե ոչ այս գլոբուսի վրա առհասարակ։ Չեմ նշում, որովհետեւ չէ, դեռ քիչ։ Ես այն մարդկանցից չեմ, որ կարամ գլխով ամ որ շատ եմ ճանապարհորդել, բայց գալիք տարին լինելու է այդ դրա ստարտը։ Դրանից հետո սկսելու եմ պատտվել ամբողջ աշխարհում, դա արդեն պլանավորած բան եմ ասում, էլի։ Աշխատանքի բերումով թե զուտ հետաքրքրությունից ելնելով։ Ավելի շատ զուտ հետաքրքրությունից աշխատանքի բերումով ված չի լինի։ Ես ամեն գալուց առաջ կասեմ, որ քաղաքում եմ լինելու։ Առաջին երկիրը, որը պատրաստվում եք մեկնել, որն է։ Կամբոջա, չէ։ Կոտ դ'Իվուար։ Չէ, առաջին երկիրը, որ չեմ եղել ու շատ եմ ուզում լինել, դա Իսպանիան է իրականում։ Ինձ հոգի հարազատ է Իսպանիան։ Չհարցնես ինչի։ Պետք է հարցնեմ, ես դրա համար եմ աշխատավարձ ստանում։ Ինչու։ Չգիտեմ։ Ինձ միշտ թվում է, որ Իսպանիան ինձ հոգի հարազատ է։ Ես սիրում եմ, իրանք ունեմ տեմպերամենտնի ժողովուրդ են։ Ես յանի ռուսերեն լավ եմ խոսում, շատ բառեր եմ ասում։ Չէ, իրանք իրոք տենց տակարյուն լավ ժողովուրդ են, էլի, դրա համար իրանց հետ հետաքրքիր է։ Ինձ թվում է, բացի իրանց բնությունը, իրանց քաղաքները։ Ես երբեք չեմ սիրել գնամ կանգնեմ ինչ-որ թանգարաններ նայեմ, չգիտեմ, կարող է կրթությունը թույլ չի տալիս, բայց ինձ ավելի հետաքրքիր է պատտվեմ մարդկանց ճանաչեմ, քան որտեվ շենքերը կարամ նկարով տեսնեմ, ինչ-որ բաներ եմ ասում։ Ինձ հետաքրքիր ճանկես գնամ Լուվր, ինձ այդպես ճանաչեք։ Լուվր միգուցե շենքը հետաքրքիր չէ, բայց կարծում եմ շենքի ներսում գտնվող Այ իմ, հա, իրոք դե պարզ է որ դրանք, ասենք, ժառանգություն է մշակութային թողած անգին են, բայց իմ համար դա այն չի, ինչի համար ես կգնայի Փարիզ, ասենք։ Լևոն, քննարկումների փուլ անցնենք։ Ես իմ կարծիքը ասեմ, դուք համաձայն եք կամ հերքեք դրանք։ Կարծում եմ նմանակում անելը ամենահեշտն է։ Չէ։ 1 րոպե։ Չէ։ Լավ նմանակում անելը բարդ։ Իսկ նմանակում անել տվյալ իրավիճակում, թե մարդը իրեն ինչպես է դրսևորելու, դա հանճարի գործ է, կարծում եմ։ Դուք անում եք, թե դու հենց նոր։ չէ, ես հենց նոր հորինեցի իմ հին մեմուարներից դուրս բերեցի։ Աշխատավարձը բարձրացնել։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ դուք անում եք լավ նմանակում եւ ճիշտ նմանակում եւ հանճարեղ նմանակում։ Համաձայն եք ինձ հետ, թե ոչ։ Ոչ մի բանի հետ որ համաձայն չի։ Ոչ մի բանի հետ համաձայն չեք, այսինքն նմանակում անելը դժվար է։ Նմանակում, եթե խոսքը գնում է ծաղրելու մասին, Այ հենց դրա մասին է խոսքը։ դա ամոթ է անելը, ծաղրել չի կարելի։ Դա լավ անել, լավ, դրան էլ ձև կա իրական, դա էլ կարաս վատնես դու դառնաս ծաղրանքի առարկա։ Ծաղրել չի կարելի։ Նմանակելը ծաղրելու հետ կապ չունի ընդհանրապես։ Նմանակում անելը բարդ է, որովհետև միշտ պետք է այդ շատ կետը որ միշտ պետք է այդ սահմանը ունենաս, որ չանցնես հանգարց անձնական վիրավորանքի մարդուն ու փորձես հարգանքով վերաբերվես այն կերպարին, որին անում ես նմանակում։ Լավ նմանակում արդեն փորձի հաշվին է իմ կարծիքով։ Ու այդ մարդուն ուսումնասիրելու պետք է տեսնես ինչ է անում, ոնց է խոսում։ Հանճարեղ նմանակում ես չեմ կարծում, որ ես արել եմ։ Ես կարծում եմ, որ դուք ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, կարծում եմ, որ դուք անում եք նմանակումներ, թե տվյալ մարդը տվյալ իրավիճակում իրեն ինչպես կդրսևորի եւ մտքի ու իրականացման հեղինակը դուք եք։ Ոչ միայն ես, նաեւ ես։ Շատ դեպքերում ես որ ես իմ համար գրել ես արել եմ, դրա համար մեծ թիմ է աշխատել, ես շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց իմիջայլոց։ Բայց հա նմանակում ինքը պրոֆեսիոնալ գործ է, պետք է պրոֆեսիոնալ մոտենաց։ Օրինակ դու պատրաստվել ես, չէ՞, այսօրվա գալու։ Դրել մեր անցած հարցազրույցը ավես ես արել, այդքան նայել ես։ Դու էլ ամուսնացած մարդ։ Ընտանիքից կտրվել ես, բերել նվիրել ես ինձ այդ ժամանակը։ Այո։ Նմանակում անելուց է, պետք է ուսումնասիրես ինչ գործով ես զբաղվում։ Այդ մարդուն պետք է ուսումնասիրես, պետք է հասկանաս ոնց անես, որ հանկարծ այդ մարդը չմտածի, որ դու իրան ծաղրում ես, այդ սահմանն է պետք պահել։ Իսկ լավ նմանակումից ոչ մեկ չի նեղանում, ես դες դա հենա կանգնած եմ սաղ սալամատ, ոչ մեկ չի նեղացել։ Ոնց հասկանում եք։ Լևոն, իրականում ես ուզում էի գովեստի խոսքեր շռայլել ձեզ, բայց դուք թույլ չտվեցիք, մի անգամից ասացիք, որ ոչ մի բանի հետ համաձայն չեք, այնպես որ ես եղանում եմ եւ տեղափոխվում եմ պատշգամբ։ Բայց հանճարեղը գովեստի խոսք չի, հանճարեղը մի քիչ շատ այնպես բան արտահայտ հանճարեղ լինելու համար պետք է մինիմում ավետը լինեն Բարսեղյան։ Կստացի ես քեզ շատ եմ սիրում ավետ, դու գիտես դրա մասին։
բայց ես հանճարեղ չեմ։ Ես ասացի դուք հանճարեղ գործ եք անում, բայց չհամաձայնեցիք բաց եք պատշգամբը, ես գնում եմ նետվելու 7-րդ հարկից։ Խնդրեմ։ Համեցեք։ Չէ, դուք նետվեք, ես Չէ, թող Դավիթը առաջինը գնա։ Դե լավ էլ է։ Բայց տեսախցիկի հետ աշխատելիս չեմ ասի, որ հանճարեղ էիք։ Հա, դե ես որտեվ իմ տեսախցիկները երբեք հետևից չեն գալու։ Տեսարան, որը չգիտեմ, երևում է թե ոչ, ամենայն դեպս այսօր մռայլ է եղանակը։ Այդ Դավիթից է, ինձ թվում է արդեն, որովհետև երբ Դավիթը գալիս է, մեզ մոտ սմոգ է լինում։ Սմոգ է ձեզ մոտ լինում։ Հիմնականում տեսարանը, այդ տեսարանը հանճարեղ է։ Տեսարանը հանճարեղ է։ Շինարարություն չի ընթանում, կարծես թե ձեր շենքի հարակից հատվածներում։ Ցանում է։ Ընթանում է։ Ну, այս վերևում էլի շենքեր են կառուցվում, հենց մի քանի մետր վերև մեծ համալիր է էլի շենքերի կառուցվում։ Աղմուկ, աղաղակ, որը խանգարում է Ես տանը ձեզ։ չեմ լինում, ինձ դժվար խանգարի, բայց դե խանգարելը որն է։ Շինարարություն լավ բան է։ Ես միշտ զարմացել եմ, մարդ ասում է, ոնց եմ ներվայնանում, որ վերևից հարևանը նորոգում է անում ու ձեներ է գալի, բայց դու էլ ես չի արել այդ նույնը։ Բայց այդ հարևան կունենաս։ Տես ինչ, վերևը մինչև Աստված հարևան էլ կա, չէ՞։ Տենց ինչ ասեցի։ Իհարկե ձայները ներվայնացնող են, եթե առավոտ 9-ին է, բայց պետք է լավ տրամադրվես։ Ոչ, նորոգումը լավ բան է, թող նորոգեն, թող շինարարություն անեն, թող շենքեր կառուցեն։ Չի երևում ձեր պատշգամբից այս պահին Արարատը, բայց կարծում եմ մնացած բոլոր 364 օրերին երևում է։ 363, որովհետև 2 օր եք դուք եկել, 2 օրն չի երևում էլ։ Չէ, իրականում տեսարանը հանճարեղ է, հանճարեղ որ ասում ես տեսարանից է։ Ուղղակի Դավիթի բարձը երբեք չի վերում։ Մեր մոտից պարզ միշտ երևում է Արարատ լեռը։ Ահա։ Մեր մոտ պարզ երևում է ամբողջ կենտրոնը, երևում է Արմենիա միջազգային օդանավակայանը, երևում է Համալիրը, ամեն ինչ երևում է, հենց Դավիթը գալիս է, որ նկարի ինչ որ վարագույր եք դեր քաշում, դեմ ես մի քանի տուն նկարում գնում ենք տուն։ Լևոն, բայց դու հավատում ես, չէ՞։ Լևոն, երևում է։ Ասում ահա։ Դավիթը շատ խոսելու հնարավորություն չունի, Ինչ պատճառով նկատի ունես։ որովհետև լսելի չէ նրա ձայնը, առանց բարձրախոսի է։ Ես ասացի ուրիշ բան։ Ոչ։ Ես տեսնում եմ հերադիտակ։ Այո։ Ձեր պատշգամբում դրած։ Ուր են նայում ձեր աչքերը։ Դեպի պայծառ ապագա։ Երևում է այդ հերադիտակով պայծառ ապագան։ Դա տենց խավարոտ է։ Պայծառ ապագան խավարոտ է։ Հա, հերադիտակը նորաձև է։ Իրականում ես այս հերադիտակից մեկ անգամ եմ օգտվել, բայց ասում են երևում է։ Ինչ նպատակով։ Ինչ նպատակով։ Ինչին էիք նայում։ Պայծառ ապագային ուզում եք տենալ կարող է ստեղից է երևում, բայց հերադիտակն էլ տենց առանձնապես ցույց տվել։ Չէ, հերադիտակով ասացի, ստեղից օրինակ երևում է օդանավակայանը։ Երեկոյան ժամերին հիմնականում ամառ ու երբ որ Դավիթը ստեղ չի, ստեղից նորմալ բաց տեսարան ա լինում։ Քո համար կարաս ստեղ նստես, սենց հերադիտակով տեսնես ոնց է ինքնաթիռը այդ գիտական հանճարը վայրեջ կատարում մեր օդանավակայան, զմայլվես այդ տեսարանով, ինչ որ մի հատ սուրճ խմես եւ գնաս քնես։ Դա է, հերադիտակ ինչ պիտի անի։ Շնորհակալություն եմ զգում։ Շնորհակալություն։ Վերադարձեք հերադիտակը։ Վերջին շրջանում Երևանում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, ինչպես հասկացա, դուք դեմ չեք դրան, բայց բնակեցումը շատ խիտ է լինում դրա հաշվին եւ առաջանում են խցանումներ եւ դրանից բխող մի շարք այլ հետևանքներ բացասական։ Դուք ինչպես եք նայում այդ ամենին, բացի նրան, որ կողմեք շինարարությանը, հասկացանք, իսկ այս խիտ բնակեցումը Համենայն դեպս մարդիկ մեղ չունեն։ Ամեն ինչ կենտրոնացված է ստեղ, բա որտեղ ապրեն։ Չեմ ասում այն մարդը, եթե դու իրականում մի քիչ շատ գույները խտացված ես ասում, որովհետև գյուղացին որ բացեք գույները, խնդրում եմ։ Ինքը մեկա գյուղում է ապրում։ Ոչ մեկ իր հողը չի թողում գա ստեղ քաղաքում։ Վստահ եք։ Դե մեծամասամբ ինձ թվում է, հա, այն մարդը որ լավ իր առօրյա հացի գումարը աշխատում է այդ ամեն ինչից, գա ստեղ ինչ անի, ասֆալտ փորի, ինչ, ստեղ չկա անելու բան։ Իսկ այն մարդիկ որ գալիս են, ուրեմն ունեն գործ որը ուրբանիզացիային ավելի մոտիկ պետք է լինի, դրա համար գալիս են, մարդկանց մեղադրելու բան չկա, եթե կարողանան նենց տանեն, որ բոլոր շրջաններում լինի այդ աշխատանքը, չեմ կարծում, որ մարդկանց դուր կգա աղմկոտ քաղաքում ապրել ավելի շատ, քան ասենք բնության գրքում ինչ-որ լավ տեղ։ Ես շատ եմ սիրում Երևանը, ես կյանքում չեմ գնալու Երևանից հույս չունենա ոչ մեկ։ Իհարկե խցանումները ազդում է իմ ներվերի վրա, բայց դե էտա։ Հիմա եթե խցանումից էլ սկսենք ներվայնանալ, ինչի՞ չներվայնանանք, այնքան ներվայնանալու բան կա։ Դա համար խցանում է հիմա լավ, սաղ աշխարհն էլ տենց է։ Թողն այնց անեն չլինի, հəl այնց արեք չլինի։ Նորմալ ճամփ է, ես ինչ այս երկրի մեջ պատվանել ասում։ Ձեզ բացի խցանումներից ուրիշ ինչն է նյարդայնացնում մեր քաղաքում։ Վատ վարորդները։
Այ դա ցարապես կապ չունի ով է գալի Երևանով։ Բնիկ երևանցիների դման վատ վարորդություն չունի, եթե ես մեծ ճիշտ իմանաս։ Չէ՞ դե ոնց են ասում դրան։ Կուլտուրա չունենք։ Մշակույթ։ Ասում որ ես Միխայել Շումախերն եմ քշելուց, բայց համենայն դեպս փորձում եմ այնց վարեմ մեքենան, որ ընդհանրապես ոչ մի ուրիշ վարորդի չխանգարեմ։ Եթե այդ մի կանոնը պահենք չգրված օրենքը, ինձ թվում է այդ խցանումները, որ ասում ես, մի 30%-ով գոնե կրճատվի։ Պարտադիր չի առաջի գծից աճ անելու համար երրորդ գծից մտնել աճ, երբ որ 5 մետր է մնացել լուսափորին։ 5 մետր ասացիք հիշեցի, 5 վայրկյանից մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար 1, 2, 3, 4, 5։ Լևոն համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավալեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ, աղացով, որը շատ հարմար եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Դե, Համի գաղտնիք, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Ես էլ համարյա ես ու Մառանիկը իրար 30 տարի է շուկայում ենք, ես մի քիչ ավելի քիչ 28, բայց ես այդ 28 տարի է արդեն օգտվում եմ Մառանիկից, մենք ընտանիքով, որտեղ մենք գիտենք համի գաղտնիք։ Դե բարով վայելեք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արտնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն, մենք քո խորհրդին վաղուց հետևում ենք։ Շնորհակալություն։ Լևոն, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Գտնվում ենք խոհանոցում։ Դուք որ խոհանոցում ավելի շատ լինում եք որպես սպառող, դա արդեն պարզ է դարձել, բայց որպես պատրաստող այդքան էլ չեք փայլում։ Այո։ Ոչինչ չի փոխվել այդ ժամանակվանից։ Բացարձակ։ Հին ու բարի խոհանոցում ենք, այո, Դավիթի համար էլ արդեն հարազատ դարձած խոհանոցում ենք։ Բացարձակ բան չի փոխվել իմ կյանքում, ես էլի ոչինչ չեմ կարող պատրաստեմ։ Մաքսիմում սուրճ, հենա, ասեք սուրճ ենք ուզում դնենք, կեսից հասկացան ինչ է կատարում, բանը ինքը դրեց սուրճը։ Էլի չսարքեցի։ Լևոն, քանի որ խոհանոցում են գտնվում, մի փոքր ներքին խոհանոցին վերաբերող հարցեր եւ մի փոքր էլ թույն ու թարախ հարցեր, եթե դեմ չեք իհարկե։ Ես զավոր եմ ձեր ավարտան։ Դուք զբաղվում եք դերասանությամբ, բայց չունենալով պրոֆեսիոնալ կրթություն։ Այո, ինչպես եք վերաբերվում երևույթներին, երբ մարդիկ չունենալով տվյալ մասնագիտության կրթությունը, կապ չունի, որ մասնագիտության մասին է խոսքը, զբաղվում են այդ գործով։ Բայց եթե լավ է ստացվում, ինչ տարբերություն։ Միշտ պետք է կրթությունը, մենք կրթության կողմնակիցն ենք։ Մենք ասելով ես իրեկս, եւ կրթության կողմնակից ենք։ Բայց եթե ինչ-որ մի բան քո մոտ լավ է ստացվում, դրանով չզբաղվելը մենակ այն պատճառը, որ դու չունես այդ կրթությունը, ինձ թվում է անարդարը բնության եւ Աստծո հանդեպ։ Որտեղ դա արդեն կոչվում է տաղանդ։ Մի քիչ ունես, մի մասին չեմ խոսում, չմտածեք գլուխ եմ գովում։ Ասենք դու ունես լրագրողի կրթություն։ Ոչ։ Բա ինչի ես հիմա։ Ես հաղորդավարում եմ։ Հաղորդավարում չէ, դու հիմա լրագրողական վատ հարցեր ես տալիս թարախ։ Թույն ու թարախ։ Թույն ու թարախ հարցեր ես տալիս։ Բայց քո մոտ լավ է, չէ՞ ստացվում։ Չգիտեմ։ Լավ է ստացվում։ Ես քեզ չեմ ասում, ես միշտ ասում, քո մոտ լավ է ստացվում։ Այսինքն քեզ տված է այդ տաղանդը, դու կարաս շփվես մարդկանց հետ, հարցեր տաս, թույն ու թարախ տարածես շուրջ բոլորը լավ իմաստով էլ, ինչի չանես դա։ Բնությունը քեզ շնորհել է, չէ՞, դրա համար պետք է արդար գտնվես։ Այո, ինձ թվում է իմ մոտ վատ չի ստացվում։ Ամենայն դեպս ավելի վատ մարդիկ կան ես, դրա համար դրանով, բացի ես սիրում եմ զբաղվելը։ Ինձ եթե ինչ-որ բան սիրում ես, դժվար է իրան վատ անելը։
Դա համար լավ եմ անում, զբաղվում եմ իշկային։ Ոչ մի բան չկա ձեզ հետ։ Բայց կրթությունը կնի ես քանի նկարում եք մի հատ օրինակ բերեմ։ Սիրով։ Ես որտեվ այդ մարդը, այդ մարդն է համար հանճար է։ Չելենտանոն։ Չէ, մի քիչ չելենտանոն։ Հետ գանք մեր իրականություն, չելենտանոն չէ։ Մեր շոու բիզնես ու մեր մարդկանց հայերին Մկրտիչ Արզումանյանը հանճար եղա, որտեղ մարդ 40 տարեկանում գնա ավարտի շատ անունով, Նուրայքինի ինստիտուտը ավարտեց, եթե չեմ սխալվում, սովորի նորից ավարտի ու հետ գայելի զբաղվի այդ մասնագիտությամբ, դա պետք է լինես հանճարեղ։ Ինքը իրանով էլ էր հանճարեղ, մինչև այդ ենք մենք շատ սիրում, որպես Մկո։ Հիմա ինքը իմ համար արդեն Մկոից դարձավ Մկրտիչ Արզումանյան, որը ունի կրթություն։ Այ իր դիմաց ես խոնարհվում եմ։ Ես չունեմ այդ ինչ որ ինքը ունի, կոպիտ ասա, հասկանում ես ինչ եմ ասում։ Ցանկություն ունեք դուք նույնպես կրթվելու։ Շատ ունեմ կրթվելու։ Այո։ Որպես դերասան։ Բայց խոսք չեմ տալի, որ դա տեղի ունենալու։ Որովհետև դեռ 40 տարեկան դառնալուն շատ կա։ Չէ, 40 տարեկանում դա անելը դա հանճարեղության ցուցանիշ է։ Այսինքն ես հիմա 27 եմ, ես հիմա գնամ, ինձ թվում է իմ կյանքում ավելի հեշտ կլինի, որովհետեւ մարդի տարբերությունից ավելի հաստատ զբաղված է։ Երեխաներ ամուսնացած մարդը, ես ինչ կանգնած եմ իմ համար։ Բայց ես պահին ավելի շատ ուրիշ բաներին եմ տրամադրել ժամանակը, որ էլի հանրօգուտ է, վատ բաներ չեմ անում։ Փորձում եմ ինքնակրթվեմ, լավ սենց ասեմ։ Կարող է ժամանակը գա, ես էլ որոշեմ, որ ինձ պետք է պրոֆեսիոնալ կրթություն, որը բոլորին պետք է համաձայնեն, բայց եթե ունեք տաղանդ եզրափակենք, չի կարելի չզբաղվել այն գործով, որը որ դու սիրում ես ու որ քո մոտ լավ է ստացվում։ Գոնե լավից մի քիչ ավել էլ ստացվում, ու քեզ մարդիկ ասում են, որ լավ է ստացվում, սիրում են քեզ, այսինքն կա այդ արձագանքը, չի կարելի դա բացի թողի վիճակում թողել։ Զբաղվիր դրանով։ Ուրեմն կարող է մասնագիտություն ունեմ սխալ ընտրել, ես տենց ասում։ Կարող ես խալեմ Ես ոչինչ չեմ ասում, դեռևս դուք եք ասում Լևոն։ Դու նայում ես վեր, սենց ես անում։ Իրանք չեն ես տեսնում եմ։ Ինչ ուզեք կարող եք ասել, որ մերկ եմ նույնիսկ։ Շարունակենք բացահայտել ձեր բնակարանը։ Ուր ենք գնում։ Ոայ ինչ երկար խոսացի։ Ուր եք ուզում գնանք։ Չգիտեմ, դուք պետք է ասեք։ Ուղեկցեք մեզ, մենք չգիտենք որ պետք է գնալ 116 մետր քառակուսի։ 100, 16-ում կեսում եղաք։ Ցածից ցույց տամ։ Սա մեր միջանցքն է։ Դա ինչը ցույց տամ։ Այս տեղեր է, հարի։ Չգիտեմ, դա որ տեղն է, որ չեք ուզում ցուցադրել։ Չէ, նորմալ։ Սանհանգույցը։ Չէ, կարաս հանգիստ նկարես։ Լվացքի մեքենա, ինչ որ հարթուկելու բաներ։ Իմիջիայից զգացել եք, որ հայկական յուրաքանչյուր ընտանիքում այս հարթուկի սեղանի վրա ինչ որ դες բանակ քաշած։ Կարաս նկարել։ Մերը չգիտեմ խի Լոնդոնն է։ Միշտ մի հատ բան։ Ավել, տենց հասկացաք։ Այս կողմել ինչ որ շորեր են, որոնք այդքան շատ չեն օգտագործում։ Այս պրաչիչնի, հա, ռուսերեն բառն է ուզում հիշել, չգիտեմ հայերեն ոնց է, համոտ ինձ, չգիտեմ։ Պրաչիչնի։ Դե սա էլի։ Լվացքատուն։ Լվացքասենյակ։ Լվացքասենյակ։ Հա, չէ, մի 100 քառակուսի լես պետք է լինի որ լվացքատուն է։ Լվացքի մեքենա, չորած նոր մեքենա, դարակներ։ Գնացինք։ Հաջորդ սենյակը։ Այս մեր երկրորդ բանն է, կուխնյան Խոհանոցը։ Չէ, նույն խոհանոցն է։ Այո։ Հաջորդ սենյակը ստեղ լավ արագ բացում եմ, մի պահ նկարի փակեմ։ Դա որ սենյակն է։ Այս բաղնիկն է, ուղղակի շատ եմ սիրում անկեղ։ Մի հատ արագ նկարի փակեմ։ Շատ լավ է, հրաշալի բաղնիկ է։ Աննկարագրելի։ Այս հայլու մեջ հիշում ես դա որ իրար նկարվել ենք, գլխովարա թող ժողովրդի։ Հիշեց։ Հետո Սովեսով։ շնորհակալություն Լևոն, հետո Սա Wi-Fi ռոուտեր է, որը ջարդվել է։ Սենց է հիմա ինքը միացա։ Եկեք սենյակ։ դա ձեր սենյակն է։ Չէ։ Իմ սենյակի խիպտի ցույց տամ։ Չէ, կատակ եմ եկեք։ Կամքը ձերն է, դուք կամքինը։ Սա իմ ծնողներ, եկեք ծնողներից ցույց տամ։ Սա իմ ծնողների սենյակն է։ Այո։ Պապաս ու մամաս են։ Ասեք որ ծնողներին հենց տեսնում եք, անգամ երեխա եք դառնում։ Փոքրիկ։ Այո։ Մաման։ Կարծում եմ հայրիկին ավելի շատ։ Սա էլ եղբայրս եւ հարսիկս են։ Ովքեր ապրում են ձեզնից առանձին, ինչպես նշեցիք։ ԱՄՆ-ում։ Դուք տեղափոխվելու ցանկություն ունեք թե ոչ։ Տեղափոխվելու։ Շնորհակալություն։ Ու ավարտենք դա։ Ոչ։ Չէ, այնպես չի որ իրանք ունեն ցանկություն հենց Հայաստանից գնալու, բացարձակ բացատրեմ ինչին դեռ չեն, հարսիկս ընդեղի համալսարանում Օրեգոնի համ դասախոսում է, համ ուսանող է, համ աշխատում է, եղբայրս էլ օգուտ է բերում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, աշխատում են մի խոսքով, հարսս զբաղվում է գիտական աշխատանքով,
բազում արդեն գիտական այնտեղ նվաճումներ ունի, պատվոգրեր ունի, կոչումներ են տալիս, վերջերս եկել են, մի խոսքով կգան ստեղ, հաստատ հետ են գալու արխայները։ Դուք եղել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ոչ, ԱՄՆ-ն ինձ մի անգամ տվեց վիզա, ես չգնացի։ Եվ փակվեցին ձեր օթերը բոլոր։ Երկու անգամ դիմեցի, չտվեցին, ուզում էի գնալ։ Այդտենց մենք խառը հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ, դեսպանատան հետ, բայց եթե դուք ինձ նայում եք, ես շատ օրինապաշտ լավ քաղաքացի եմ, ինձ տվեք վիզա դինամ ծրավ։ Այսինքն ամեն դեպքում ցանկություն ունեք գտնվելու Ամերիկայում, բայց հետ վերադառնալու։ Ինձ հետաքրքիր է շատ ԱՄՆ-ն։ Չէ, կյանքում չեմ մնա։ Ես անկե Երևանից բացի ոչ, ես դաժե Գյումրի չեմ տեղափոխվի ապրեմ, ինչքան սիրում եմ Գյումրի։ Ես Երևանից դուրս անհնար է ապրեմ։ Իմ պորտալարը կպած է Երևանին։ Հասկացա, ինչքան հեռու եմ գնում, այնքան ձգվում է, ցավում է, էլի։ Դե շուտ հետ գամ։ Ես զզվելի բացատրեցի։ Բայց հասկացաք ինչ եմ ասում։ Այո, շատ պատկերավոր հասկացանք ինչ է։ Դիզայնը ասեք, որ գեղեցիկ է։ Հրաշալի է Ոնց դիզայնը։ հասկացաք, այս դիզայնը ես չեմ արել, էլի։ Ես ինչպես հասկացա, դուք ընդհանրապես դիզայնի հետ կապված որևէ որոշում չեք կարողացել կայացնել, որովհետև ձեզ սանձել են, կանխել են։ Այգեք բաց խնդալու բան ստա։ Այսի տեղ դնես մաման կներվայնանա որ ցեմ տվե, բայց դե արից տեղից նկարի դա։ Ուրեմն դիծաղելի պատմություն։ Այս օբոյը ինչպես է հայերեն, պաստարները, պատի պաստարները, ՊՊ-ները։ դդմ ՊՊ-ն այս պատի պաստարները մեր վերանորոգման ժամանակ եղբորս հարսանիքի կնքահայրը, հայրիկիս ընկերը Մոսկվայից որոշեց էլի մադաշնա Լևոն, որ ինքը պետքա նվեր անի, ասեց ես պետքա ուղարկեմ այդ շատ բարձր որակի բաներ, ասենք ուղարկի, օքեյ։ Ուղարկեց ու ամեն Աստծո օր զանգում ասում էր կպցրեցիք, ասում ենք լյոք ջան կայնի հասնենք դրան էլի մինչև կպցնելը։ Կպցրեցիք։ Մի օր հասա որ կպցրեցինք այս պաստարները պատին ու մեզ զանգում էր տան շինարարությամբ զբաղվող բանվորը, ասում է մի հատ կգաք նայեք այս պաստարները։ Հետո հասկանում ենք Լևոնը ինչ էր ամեն օր զանգում, որովհետև պաստարի վրա մեծ տարերով գրածա Քավոր ջան։ Չեմ հավատում։ Սա նրա համար է, որ բոլորս միշտ հիշենք ումն է։ Հենց ընդդեմ նկարի։ Ավելին ասեմ, մտածել է, որ եթե հանգարց էտին ինձ կպցնենք ոչ չերևա, մի հատ էլ այնտեղ է գտնում է, որ միշտ երևա Քավոր ջան։ Շատ լավն էր այս պատմությունը, բայց չէր երևում, եթե չպատմեիք դուք, դա Ես տես ինչ անկեղծ եմ։ շատ անկեղծ եք Լևոն։ Դա դե չի խանգարում։ Ես հայլին էլ այսքան ինչքան ժամանակ չկար, որ իմացան գալիս եք դրեցինք այն։ Շնորհակալություն, իսկ ձեր անկեղծությունը ձեզ չի խանգարում։ Բացարձակ։ Հայլին էլ մեզ խորհուրդ է տվել դիզայներական առումով Դիանա Շատվերյանը, իմ ամենօրյա ընկերը։ Կարաս Զենֆիրա երկես մեծ։ Ոչ, անցնենք առաջ։ Այս թուրի։ Գնում ենք ձեր սենյակ, որը չէիք ուզում ցուցադրել մեզ։ Չէ, ուզում եմ եկեք բան չկա թաքցնելը։ Այստեղ հետաքրքիր պատմություններ կան կապված պաստառների հետ, վերանորոգման ընթացքի հետ։ Չէ, դե այդ Լևոն, միակ տեղը, որ երևում է Արարատը առանց հասկացար։ միգամած եղանակի, դա ձեր պատին է։ Այս միակ սենյակն է, որի պատի գույները ես եմ որոշել։ Ոնց հասկացաք, մեկ էլ այս բրանդերն եմ ես որոշել, դա էլ չգիտեմ ինչ եմ ես ինձ դուրս գալիս։ Նկարի պատմությունը խնդրում եմ պատմեք։ Նկարը էլի շատ վաղուց նկար է, իմիջայլոց։ Էլի այն նկարների հետ եկած 2004 թվականի նկար է, նկարել է Այվազյան Վ։ Լավ տեսողություն ունեք նաև։ Չէ, բայց հիանալի նկար է։ Ինձ թվում է կհամաձայնվեք, որ իրոք գեղեցիկ նկար։ Այո։ Ասեք, որ իմ դիզայներական միտքը իրոք թույլ է տվել այս նկարը այս շրջանակով համապատասխանեցնել սենյակին։ Ասենք, որ գեղեցիկ է։ Իսկ նկարն եք համապատասխանեցրել սենյակին, թե սենյակը նկարը շատ նկարին։ է ուզում։ Իրականում այն բոլոր նկարները, որ տեսակ, իրանք երբեք շրջանակ չեն ունեցել։ Իրանք որպես կտավ են կախված։ Բայց այս տանը արդեն տենց գեղեցիկ չեն, դա համար շրջանակները չպացրեցինք նկարների վրա եւ կախեցինք։ Գլխավերևի ատրիբուտը։ Գլխավերևի ատրիբուտը, ինչպես նաև այն հայլին, երկար ժամանակ բացակայել է, մինչև իմացանք, որ դուք գալիս եք եւ որոշեցինք, որ Դավիթը դատարկ պատ չի տեսնելու, պետք է աչքը շոյել Դավիթի եւ չպացրեցինք դա մեր պատին։ Իսկ թվում է էլի գեղեցիկ է եղել, իմիջիալոց երկար ենք մանեկել, շատ երկար ենք մանեկել։ Այստեղ տեսնում եք լար, որը շատերը կմտածեին, որ ուղղակի գլուխգործոց մշակութային, բայց իրականում ուղղակի լար է, որովհետև այստեղ պետք է գրապահարան դերևս սարքվի, որ իմ գրքերը, որոնք ես ամեն օր կարդում եմ, դասավորվի եւ դա լուսավորվի, բայց Որ գրականությունն է։ Գալի այդքան ողջ ենք աշխատում մի անգամից։ Որ գրականությունն է լցնում ձեր ամեն օրը։
Լուր գրականությունը, Լրություն։ լրությունը։ Չէ, խափում էի, չեմ կարդում։ Չեք կարդում, չեք սիրում կարդալ։ Վերջում Ես հիշում եմ, որ դուք պատմական առարկաներն էիք սիրում, հա, բայց հիշում ես ինչ էի սիրում։ որովհետև այնտեղ իմպրովիզի հնարավորություն կար։ Չէ, դա։ Ես հարցնեմ, ես պատասխանեմ, շատ լավ։ Լևոն, Հալիս ես նայ։ 1.5 տեղանոց մահճակալ։ Կա ձեր կյանքում կես։ Այդ մեկը ես էի, կարգ է։ Այո։ Դե անզեն աչքով երևում է։ Չեմ կարող ասել դրա մասին։ Լավ։ Իրավունքը ձերն է։ Չէ, դե կա։ Միագողմունի զերը, Մոնիկա Բելուչին եմ ուզում։ Չէ, կա մարդ, ում պատկանում է իմ սիրտը։ Շատ ռոմանտիկ էր։ Շնորհակալություն։ Ես բերել եմ Եգիպտոսից շատ արագաշեու։ Տենց էլ ինչ հայտակից տեղաս։ Լևոն, իմպրովիզները ձեր կյանքից, ինչպես հասկանում եմ, անխուսափելի են ձեր կյանքում։ Եվ ամենահետաքրքիր իրավիճակը, որտեղ իմպրովիզը ձեզ դուրս է բերել։ Բարդ հարց ես տալիս։ Ամենահետաքրքիր իրավիճակը, որտեղ ինձ իմպրովիզը դուրս է բերել։ Արի պայմանավորվենք։ Եկեք։ Այսօրվա ամենավերջին կադրում, որ դուք արդեն պետք է գնաք, ես կհիշեմ, այդտեղ այդ պատմությունը կպատում կգնաք։ Չեմ հիշում հիմա։ Բայց վստահաբար եղել է այդպիսի Դե պատմություն։ հաստատ որ եղածած չներ, ոնց էլ չնի, հիմա չի լինի։ Կամ կհորինեք մինչև մեր գնալը։ Սցենարիստ Չէ, անկեղծ պետք է լինեմ, չէ։ Եթե հորինելով հիմա կհորինեի։ Քեզ թվում է իմ համար բարդ, հա, պատմություն։ Լևոն, կա ձեր կյանքում մի սխալ, որի համար իրոք փոշմանում եք եւ ցանկանում եք ուղղել դա։ Իհարկե, Եվ որն է դա։ չեմ ասի։ Լավ։ Այսպես է լինելու միշտ։ Ցանկացած հարցի Չէ, ցանկացած հարց չի, բայց դա չեմ ասի։ Կա, իմացեք, որ ես սխալական եմ։ Բավականին սխալական եմ։ Բայց կա բաներ, որ կուզեի ուղղել, բայց փառք Աստծո ամեն ինչ հիմա նորմալ է։ ինչ գերբնական հատկություն կցանկանայիք ունենալ։ Այդ ինչ հարց է։ Ամբողջ կյանքի ածել եմ Բեթմենը լինել։ Գերբնական, չէ։ Չեմ մտածել դրա մասին։ Ինչի՞ սա պետք գերբնական հատկությունը։ Ցանկացած պարագայում հայտնվել մի տեղից մեկ այլ տեղում, վարքյանների ընթացքում հետ գնալ, անցյալ գնալ, ապագա։ Օրինակ ես սիրում եմ մեքենայով ճանապարհորդել, թեկուզ Հայաստան, թեկուզ մոտակա երկրներ։ Մենակ Վրաստանն է, կամ գնալ։ Վրաստան։ Չէ, Իրան կարող եք գնալ Չէ, նաև։ Իրան չեմ գնացել մեքենայով անկած։ Վրաստան շատ եմ գնացել, Ռուսաստան եմ գնացել մեքենայով։ Սիրած այդ ընթացքն է իմ։ Ես ինչ դեպքում պատասխանեմ։ Ես սիրում եմ ընթացքը, ոչ թե ակետից բեկետ հասնելը։ Ինձ հետաքրքիր է ճանապարհ գնալը, շփվելը մարդու հետ, կանգնելը, ինչ որտեղ խոսալը, ինչ որտեղ մտնելը։ Հիմա պատկերացնեք, ճտասներից տեղից հայտնվում է Ռուսաստանը, ինչ է հասկանալու։ Ընթացքն է պետք։ Չէ, ինձ հետաքրքիր է կյանքը, ոչ մի գերբնական բան չեմ ուզում։ Ժամանակի մեջ ճանապարհորդությունը նույնպես չի հետաքրքրում ձեզ։ Բացարձակ, ուր գնամ։ Անցյալ։ Պատկերացնեք 1850 թվին։ Այո։ Ում նմանակում։ Ում նմանակման է ասել են այսօր։ Լյուդովիկի նմանակումը կարող որպես էի։ երետիկոս ինչ։ Չէ, 800-ականներին արդեն չէին վառում։ Ես մտածում եմ, որ ես ծնվել եմ ճիշտ ժամանակում։ Այս իմ դարն է, կոպիտ ասած էլի։ Ես սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ իմ ժամանակը, սիրում եմ իմ հիմիկվա Երևան։ Մաքսիմում կուզեի մի անգամ լինեի 80-ականների Երևանում, Ինչու՞։ որտեղ շատ մարդիկ կային, որ այն ժամանակ կային։ Ну, այտենց ասեմ ավելի շատ, որ ավելի երիտասարդ էին, ավելի շատ են դրսում լինում հիմիկվա մեծերից։ Մարդիկ կան, որ արդեն ցավոք սրտի մեր հետ չեն, այդտեղ կուզեի։ Դրանից հետ անկեղծ ես չեմ, ոչ ապագա եմ ուզում գնամ, ոչ անցյալ եմ ուզում գնամ։ Ապրում ենք էլի մեր համար, ինչ ես հիմա կապել գնամ։ Ապրում ենք մեր համար։ Լևոն, կհիշեք ձեր կյանքի ամենակարևոր եւ ազդեցիկ խորհուրդը, որ երբևէ ստացել եք մի շատ արժեքավոր մարդուց ձեզ համար։ Ահա, ամբողջ գիտակից պատանեկությունս, որ պետք է ինչ-որ երկար ճանապարհ գնայի կամ ինչ-որ տեղ բացակայի տնից, հայրս շատ կարևոր խորհուրդ ուներ, այդ մի բառն էր։ Նայում էր աչքից, ասում էր ակուրատնի։ Բայց իրական ամենակարևոր խորհուրդն է։ Այդ մի բառը ինձ հերիք է, որ ես հասկանամ, որ ես տենց պետք է անեմ, որ հանգարց չփոշմանի հայրս, որ ինձ վստահել է։ Դա կարևոր խորհուրդ է, չէ՞։ Իհարկե։ Իսկ եթե մասնագիտական խորհուրդ նկատի ունես, թե հիմա անկապից հարց եմ ունենում պատասխանը։ Ոչ, շատ ճիշտ ուղու վրա եք։ Հենց այդպես խորհուրդ ես քանի որ բնավորությամբ
հայերեն ոնց է սպունգ եմ, շատ բան քաշում եմ։ Այդ խորհուրդը երբեք չի եղել, որ հարցնեմ, ասեմ ինչ կասեք։ Միշտ փորձել եմ նայեմ, գաղտնիք չի, որ իմ իդեալը բեմին շատ էր, հիմա էլ արդեն Փարքաստու հիմա էլի բեմինը Հրան Տարամիչն է Թոխացյանը։ Ու այդ խորհուրդը, որ ես իրանից պետք է հարցնեմ, որովհետև Փարքաստու ու նաև շնորհակալություն եմ բոլոր մարդկանց, որ ես հիմա այն տեղում եմ, որ ունենում եմ հնարավորություն Հրան Թոխացյանից շփվելու, տեսնելու, բարևելու, ճանաչելու։ Ես ուղղակի նայել եմ այն ներկայացումները, որ ինքը բեմին է, կողքից հետևել եմ ուղղակի, երբ որ ինչ-որ տեղ են գնացել մի ընդհանուր կոմպանիայով, կոպիտ ասած, եղել է դեպքեր, երբ որ իրական ցավոք դեպքեր են, բայց 20 թվականի պատերազմի ժամանակ նույն կամերային թատրոնում Հրան Թոխացյանը ամեն օր մեր հետ էր։ Կողքից այդ մարդուն նայելով, թե բեմին, թե կյանքում, այն հարցերի պատասխանը, որ ոնց պետք է լինի, արդեն ստանում էի։ Այս էլ իմ հարգանքի տուրքը, պարոն Թոխացյանը։ Համաշխարհային Զենֆիրայի տակ էլի։ Համաշխարհային հումորիստներից ում եք ավելի շատ նախընտրում։ Հումորիստ հենց։ Այո։ Ձեր անկյունով նայենք հարցին։ Դե եթե կինոյի մասին չի խոսքը, Թեկուզ կինոյում։ Չէ, ավելի շատ երևի հաղորդմաս Սթիվ Հարվին, չգիտեմ, գիտես թե։ Այո։ Շեդևր այդ մարդը։ Պետք է ուրախ լինենք, որ իրարից նույն ժամանակում տեսնում ենք անկեղծ նա գոյություն չունի։ Մեկ էլ կա մի քիչ հումորը 18+ է, խորհուրդ չեմ տա երեխաները նայեն փնտրեն այդ մարդուն, Մաքս Ամինի։ Ինքը Իրան արմատներով Իրանից Ամերիկայում ապրող ստենդափ կոմիկ է։ Ֆանտաստիկ է ինքը։ Ինքն է իմպրովիզի, իրական հիմիկվա իմ ճանաչած իմպրովիզի պապան ինքն է, բայց դե շատ 18+ է, երեխեքը թող մեծանան, հետո կնայեն, բայց ապրեն իրանք, բրավո։ Իսկ որպես կոմիկ դեր, անկեղծ եմ ասում, որը ընդհանրապես ինքը կոմիկ դերասան չի, բայց Դեներոյի նման կոմիկ դեր խաղացող այդ տարիքային մարդ ես չեմ ճանաչում։ Այն էլ այդ դեմքով, դժվար է այդ դեմքով մարդկանց ծիծաղ։ Ասացիք, որ նախընտրում եք Մկրտիչ Արզումանյանի խաղը եւ Հրանտ Թոխացյանին որպես կուրք եք նույնիսկ ընդունում։ Իդեալ։ Պետք չի ունենալ ընդհանրապես, իդեալ ավելի շատ։ Ну, մասնագիտական իդեալ էլի։ Ըստ ձեզ, երբեն մարդիկ սկսելու ձեզ այդպես վերաբերվել։ Ես չգիտեմ։ Աստված տա ինձնից հետո չէ։ Դե ում է պետք։ Եվ մեռնում գնում ասում եմ շատ լավ էր անում։ Դե վաղ դասիկ։ Հույս ունեմ կհասնեմ դրան։ Հիմա այն ինչով ես զբաղվում եմ, այն ինչում որ ես կամ այդ բոլոր պրոյեկտները չեն տալիս այն հնարավորությունը, որ մարդիկ ինձ դարձնեն իդեալ կամ կուրք։ Այդ հաստատ եմ ես հասկանում, էլի օբյեկտիվ։ Հետո կարող է եւ այնքան աճեմ, որ մարդիկ ասեն, այ տես sense կարելի է անել։ Հույս ունեմ, չգիտեմ։ Անունները, որոնք հնչեցին, իհարկե անխոս չի քննարկվում նրանց գործունեությունը, բայց ամեն դեպքում չեք կարծում, որ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը նույնպես թողել է իր հետքը։ Ում մասին է խոսքը։ Թեկուզ մեր բակը ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում Հրանտ Թոխացյանի կյանքում եւ Թոխացյանը մինչեւ մեր բակն է կամերային թատրոնն է ստեղծվել։ Բայց մեծամասշտաբ ճանաչումը նրան բերեց հենց այդ ֆիլմը։ Հստատեսային, բայց չես կարող ասես, բայց որ ֆիլմը չներ թատրոնով ինքել։ Ինձ թվում է Հրանտ Թոխացյանը ոնց ասեմ, դերասան, եթե նույնիսկ չլիներ, մեկա բոլոր իրանք ճանաչեն։ Իմ մոտ տենց գաց, անհնար է այդ մարդուն չճանաչելը։ Տենց է իր աուրան։ Ու հա, մեր բակով համաձայն եմ, մեծ ճանաչում եկավ, բայց մինչև էդ էլ ես կարող եմ հետո քեզ ցույց կտամ։ Կան կադրեր 80-ական թվականներից, երբ որ մոտ 30 տարեկան, հա, երևի 50 քանի թիվը Հրանտ Թոխացյանը։ Այդ ժամանակվա ներկայացում կա, երբ որ ինքը խաղում է։ Այդ ժամանակվանից կարելի է իրան որպես բեմի իդեալ տեսնել, էլի։ Մկրտիչ Արզումանյանի պահով կարող է ճիշտ ժամանակին ճիշտ է, որտեղ ինքն էլ ուղղակի հայտնվեց մեր բակում, ճիշտ եմ, չէ՞, հիշում։ Մեր բակ, հետո կարգինների շարքեր։ Բայց ինքը ապացուցեց, որ մենք բոլորս երջանիկ լինենք, որ ինքը այդ բանը հայտնվեց ճիշտ տեղում, էլի։ Իմ դեպքում միանշանակ տենց է։ Ես ուղղակի իմացա ինչա ուհան, կավեանը։ Ու ինձ հենց ժողը թույլ տվեց ես խաղամ ուհա ու տեղից սկսեց ամեն ինչ։ Եթե դա չլիներ, ես դժվար մտնեի ես ասպարեզ, ու դժվար ինձ ճանաչեին, էլի։ Ես հաստատ դրա արդյունքն եմ, ճիշտ ժամանակում ճիշտ տեղի։ Նրանք մեծություններ են, նրանց ես չեմ կարող քննարկել, չգիտեմ։ Եվ վերջին հարցը։
Գնում եք արդեն։ Այո, մեր եթերա ժամանակը կամաց սպառվում է։ Իդեպ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, չմոռանանք նաև Կենտրոն հեռուստաընկերության մասին։ Շնորհակալություն Լևոն, դուք կարող եք զբաղվել նաև կրկնօրինակմամբ։ Դա ստացվում է ձեզ մոտ։ Վերջին հարցը ձեզ։ Ես շնորհակալություն տամ։ Խնդրեմ, ասա ցավը տանեմ։ Դուք միշտ եք այսպես դրական լիցքերով, թե տեսախցիկը ամեն դեպքում իրենը անում է եւ որոշակի կերպարով եք հանդես գալիս։ Չէ, կերպարով չեմ, սենց եմ։ Դե ինձ ով գիտի։ Իհարկե լինում է դեպքեր, երբ որ անտրամադիր եմ։ Այդ դեպքերում աշխատում չշփեմ մարդկանց հետ, որտեղ ես հատկություն եմ, երբ որ ես անտրամադիր եմ, հնարավորությունը մեծ է, շանսը, ոնց է հնարավորություն ճիշտ բառը։ Հնարավորություն, այո։ Հնարավորություն չէ։ Նա մի խոսքով հավանականությունը մեծ է, որ շանսը կողքիններից տրամադրությունն էլ կարող է փչացնեմ։ Այտենց է, հիմա ինչ անեմ։ Մշակույթի մարդ եմ, տենց եմ, ես տենց եմ զգում։ Բայց հիմնականում աշխատում եմ լինեմ դրական։ Ինչի՞ չէ։ Եթե ինչ որ բան 10, ավելի լավ չի դրականը 10։ Կյանքը բումերանգի էֆեկտ ունի, Վահան։ Չչարանաք երբեք։ Շնորհակալություն Լևոն։ Մենք կհանդիպենք արդեն դրան մոտ ձեր իմպրովիզային պատմությամբ։ Մոռացել եմ։ Լավ, հեսա մի հատ խափեմ կոֆե խմացնեմ էլի, մոնտաժ կանենք, յանի մի անգամից գնում են։ Լևոն, ժամանակն է որպեսզի մենք հեռանանք, բայց դուք խոստացել եք, որ մեզ պետք է պատմեք մի պատմություն կապված իմպրովիզի օգնությամբ դժվար իրավիճակից դուրս գալու մասին։ Ճիշտ է։ Ես առաջարկում եմ այնտեղ ուղղակի ցույց տամ համել, էլի։ Շատ բարի։ Եկեք պատերազմ պատմեմ այդ պատմությունը։ Չեն ուզում արա։ Լևոնի հյուրընկալության մասին կարծում եմ ավելորդ է խոսելը, դուք ինքներդ տեսաք, թե ինչքան հյուրընկալ անձնավորություն է Լևոնը։ Շնորհակալություն Լևոն ֆանտաստիկ ընդունելության եւ ել ավելի ֆանտաստիկ ճանապարհելու համար։ Ես միկրոֆոն դերեք։ Շնորհակալություն Լևոն։ Շնորհակալություն, մենք բացահայտում էինք Լևոնին եւ իր բնակարանը։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.